Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ պատմել, թե ինչով եմ զբաղվելու այսօր, երկուշաբթի է, ամառ է, շաբաթվա առաջի օրն է, ես էլ գրեթե կարելի ասել շատ քիչ աշխատանք ունեմ, այսօր երկու տեղ եմ աշխատելու, Աբովյան քաղաքում մինչև ժամը 1:30, երկուսից էլ 4-ը Բեգլարյան կլինիկայում, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի 10 ամիս ինչ աշխատում եմ մեր երկրում, շատ քիչ բուժառուներ ունեմ, մանավանդ ամառ է, 3 բուժառու Աբովյան քաղաքում են գրանցվել, 3 հոգի Բեգլարյան կլինիկայում, որից մեկը մահվան հաշվառում ենք կատարելու։ Օրս արդեն ինչով է սկսվել, առավոտյան 6:10 մինչև կարելի ասել ժամը 8-ից 10 պակաս բուսաբանական այգում արագ քայլելուց եմ եղել ու առաջին մի ժամը մենակ եմ քայլել, երևի 7700 քայլ էի արել, հետո ընկերուհիս ինձ միացավ, ինձնից արագ է քայլում, իր կես ժամվա մեջ իր հետ հասցրել եմ մինչև 14000 քայլերի։ Շատ կարևոր է այդ առավոտվա մարզումը, կարելի այդպես ասել, հետո եկա արագ ցայվեցի ու եկա աշխատանքի, տեսնում եք ինչ համբերատար եմ, որ այդ ցայվել ես չեմ նկարում ձեզ ցույց տալիս, եկել եմ հիմա թեյ ինձ համար պատրաստելու, ասա որ ձեզ այդ լավ, ուրեմն թեյ ինչից են պատրաստում, թուր բույսեր են, ընկերուհիս է հավաքել, բժիշկ, հիվանդագին մաքրասեր, հիվանդագին մաքրասեր բժիշկն է, ինքն է հավաքել այս բույսերը, չորացրել ու ինձ էլ նվիրել ու քանի որ դե հիշում եք որ մինչև ժամը 10-ը չեմ նախաճաշ չեմ անում, որ այդ 16 ժամանոց ինտերվալը ուտելու մեջ մնա, այսինքն 16 ժամ չուտենք, 8 ժամվա մեջ ուտենք ու այդ 8 ժամվա մեջ էլ հետևենք տեսնենք ինչ ենք ուտում, կարևոր է, ճիշտ է մոտ այսօր չստացվեց, որ տվերեք միջոցառման էի ու երեկոյան տորթ եկել խմորեղեն։ Ուրեմն ինչ եմ անելու, ընդամենը 3 բուժառու ունեմ ու 4.5 ժամ աշխատանքի տեղում եմ լինելու, ուրեմն առավոտը սկսվելու է նրանից, որ սկսելու եմ կտակարան տպել, արդեն ասել եմ, որ Հայաստանում չեմ կարողանում գրեթե կարդալ կտակարան, իրոք չեմ կարողանում, որովհետև մտքերս արընթաց ցրվում են, ոնց որ գեղարվեստական գիրք լինի, կարդում դրա համար չեմ անում, տպում եմ, համ հայատար 10 մատնյա, որ արագ տպել սովորեմ, համ էլ արդեն ես վերջերս աչքերս փակ եմ տպում, այսինքն նախադասությունը կարդում եմ կտակարանից, որը պետք է տպեմ, ու աչքերս փակ հիշելով ինչ եմ տպում, որովհետև էլի եթե նայում ես տպում, էլի անցնում է ավտոմատի, որ չես մտքերդ էլի ուրիշ տեղ են, իսկ դու կտակարան տպեցիր, կարող է մի ժամ էլ նստես ու ոչ մի բան չհասկանաս, բայց որ աչքերս փակում եմ ու սկսում եմ վերհիշել ինչ էր գրած այդ նախադասության մեջ, ավելի մեծ է հավանականությունը, որ կհասկանաս, կտակարանը սովորական գիրք չի, որ դա գեղարվեստական գիրք չի, որ կարդաս ու անցնես գնաս, դա պետք է վերցնես, հագին բաներ։ Դրանից հետո եթե բուժառուներից դեռ չգան, ես գուցե կբացեմ մի քանի քարտ իմ հին բուժառուներին հաղորդագրություն կուղարկեմ, որ տեսնեմ ինչպես են, որ եթե մի տարին մանավանդ անցել է, որ հիշեցնեմ, որ տարին մեկ գոնե մանկաբարձ գինեկոլոգիայից է կարևորը, ու համ էլ տեսնեմ քարտս ինչ եմ գրել անցած տարի, որ մարդուն լինում են դեպքերը, որ բացում եմ քարտս, տեսնում գանգատներում լրիվ ուրիշ բան է գրած, ես ընթացքում կիստա եմ հայտնաբերել ու սկսել կիստան բուժել, ու մոռացել, որ մարդը լրիվ ուրիշ խնդրով էր եկել այցի։ Կարծում եմ այսքանը Աբովյան քաղաքում կանեմ, առաջ Աստված իհարկե, հետո Բեգլարյան կլինիկայում էլ մնացած գործերը կանեմ, ահագին բաց թողած բաներ ունեմ, որ պետք է լրացնեմ, երեկոյան էլ մի հատ շատ լավ գիրք ունեմ, դրա մասին արդեն տեղադրել եմ էջիս, որ Սոդոմի не было Բիբլիի շատ կարևոր գիրք է, եթե կարողանամ դա այսօր վերջացնեմ, շատ հետաքրքիր գիրք է, որ պատմում է մեզ, որ մենք Սոդոմը, գիտեք Սոդոմի վերջը ինչպես է եղել, երևի դրա մասին առանձին տեսարոլակ կպատմեմ, շատ կարևոր, շատ եմ սիրում այդ թեման, ու պատմում է, որ այս Սոդոմը Գոմորը Աստված վերացրել է, բայց նրանք ահագին ոնց որ բան ունեն, էլի այն ժամանակ կտակարան չի եղել, այն ժամանակ հոգևորականներ սքանակի չեն եղել, հիմա լի է այս ամեն ինչ ու մենք Սոդոմ Գոմորից մի քայլ առաջ չենք գնում։
ու իմաստը այս տեսահոլովակից որն է, որ ձեր անելիքը նախորոք գրեք, պլանավորեք, օրինակ մայրամուտին արդեն հաջորդ օրն է սկսվում, երևի գիտեք դա, ու կարող եք արդեն մայրամուտից հետո պլանավորել այդ օրը ինչ եք անելու, ու եթե դու արթնանում ես, ու դա ես չեմ հնարել, դա արդեն կարդացել եմ, որ արթնանում ես ու ասում ես, վայ, տեսնես այսօր ինչ պետք է անեմ, արդեն համարի, որ օրդ կորած է, որովհետև այդ ընթացքում որ դու պետք է մտածես, այդ ժամանակդ կորցնում ես։ Ժամանակը շատ թանկ բան է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։